Պատրաստում ենք անչափ համեղ ամառային տոլմա, այս դեպքում միայն գունավոր պղպեղներով, այն որ բույրը ամբողջ շքամուտքով մեկ տարածվում է, իսկ պատրաստվում է շատ պարզ և հեշտ տարբերակով։ Հայկական խոհանոցը հարուստ է տոլմայի բազմաթիվ տեսակներով, ունենք պասուծ և մսով տոլմայի հրաշալի բաղադրատոմսեր, ինչպես նաև խորոված տոլմա, որի պատրաստման եղանակը մի փոքր տարբերվում է։ Ամառային տոլմա պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 1 կգ աղացած տավարի միս, գունավոր պղպեղներ, սոխ, լոլիկ, բրինձ, մանացրած կանաչի, տոմատի մածուկ, կարագ և համեմունքներ։ Մսի վրա ավելացնում ենք մանացրած սոխը և կանաչին, սոխը կարելի է նաև աղալ կամ անցկացնել բլենդերով։ Համեմունքներից ավելացնում եմ պապրիկա, սև պղպեղ, աղ, ինչպես նաև չորացրած ռեհանի փոշի, որը յուրահատուկ համ է հաղորդում մսին։ Բաղադրիչներին միացնում ենք նաև լվացաճրգամած բրինձ, ինչպես նաև կարագ, եթե միսը յուղոտ է կարող եք կարագ չօգտագործել։ Մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն և մի կողմ ենք դնում։ Բարեկամներ, նույն տարբերակով կարող եք պատրաստել միայն լոլիկով, սմբուկով, ինչպես նաև դդմիկով տոլմա, ընտրեք ձեզ համար ավելի նախընտրելի բանջարեղենը։ Լցոնելու համար հեռացնում ենք պղպեղների սերմնատուփերից, գլխիկի հատվածը թողնում ենք, որպեսզի վերջում փակենք։ Բաղադրիչները նախապատրաստելու և պղպեղները լցոնելու համար ձեզանից կպահանջվի մոտ 30 րոպե, շատ արագ է ստացվում, փորձեք, վստահ եմ շատ կհավանեք։ Այսպես լցոնում ենք պղպեղները և փակում ենք, ինչպես տեսնում եք, շատ հեշտ է։ Եթե չեք սիրում փաթաթել կաղամբով կամ թփով տոլմա, այս բաղադրատոմսը հրաշալի տարբերակ է հարցին լուծում տալու համար։ Որպեսզի ստանանք իդեալական արդյունք, պետք է պատրաստենք սոխառած, որի մեջ կեփենք պղպեղները։ Առատ սոխ ենք մարացնում և 2 մեծ լոլիկ։ Եթե կծվի սիրահար եք, կարելի է ավելացնել նաև ամբողջական կծու ծիծակներ, այդպես էլ շատ համեղ է ստացվում։ Բուսայուղի մեջ տապակում ենք սոխը այնքան, մինչև թափանցիկ դառնա, այնուհետև ավելացնում ենք պապրիկա և չորացրած ռեհան, այդպես համեմունքների բույրը ավելի լավ է բացվում։ Ավելացնում ենք 1 ճաշի գդալ տոմատի մածուկ և մանացրած լոլիկը, տապակում ենք 3-ից 4 րոպե, մինչև լոլիկը հյութ արձակի։ Մի քանի րոպե սպասելուց հետո բացում ենք և այս համեղ թանձրուկի մեջ տեղավորում ենք լցոնած պղպեղները։ Չեք պատկերացնի, թե ինչ անուշ բույր է տարածվել իմ խոհանոցում, աննկարագրելի է։ Բարեկամներ, այս բաղադրատոմսը փորձելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել, շատ հետաքրքիր է։ Վերջում ջուր ենք ավելացնում, այնքան որ պղպեղները հազիվ ծածկվեն, համեմում ենք աղով, ծածկում ենք, եփում ենք 35-ից 40 րոպե, կրակը պետք է լինի շատ ցածր։ Եփելուց հետո վրան ավելացնում ենք մանր կտրտած թարմ կանաչի և մատուցում ենք։ Գույնը և բույրը պարզապես անթերի է, իսկ համի մասին կիմանաք, երբ պատրաստեք ինքներդ։ Ամենահամեղ մասը մնացած թանձրուկն է, որը կարելի է թաթախել 1 կտոր սև հացով և վայելել, անմահական է։ Հագեցած բանջարեղենի համ, առատ միս, հյութալի թանձրուկ, պատրաստում ենք և անուշ ենք անում։ Այսօր էլ պղպեղով ամառային տոլմայի նման հրաշալի բաղադրատոմս փորձեք, վստահ եմ շատ կհավանեք։ Առայժմ